կառավարության հետ կա արդեն պայմանավորվածություն, առաջիկայում հավանաբար վարչապետի հետ հանդիպում կլինի մի խումբ եպիսկոպոսների, որոնց մեջ կլինի նաև Խաչակ Սրբազանը։ Ես գիտեմ, որ կաթողիկոսը ցանկություն ուներ, որպեսզի Խաչակ Սրբազանը բացառապես հանդիպի վարչապետի հետ, որտեղ կաթողիկոսի ներկայացուցիչն է Վատիկանում, որի հետ վարչապետը արդեն առիթ ունեցել էր վերջերս Վատիկանում զրուցել, բայց եպիսկոպոսները համառել են, որ իրենք ավելի լայն շրջանակով են ցանկանում այդ հանդիպումը ունենան, եւ իհարկե կաթողիկոսը դեմ էր եղել այդ հանդիպման հնարավորությանը։ Ես հույս ունեմ, որ վեհափարի ցանկության չեն ականջալուր լինի եպիսկոպոսները եւ այդ հանդիպումը տեղի կունենա եւ իհարկե չեմ կարծում նաեւ, որ այդ հանդիպման արդյունքում շատ արագ այսպես հրաժարականների հարց պիտի քննարկվի։ Իհարկե համոզված եմ, որ Արշակ Սրբազանի պաշտոնավարումը այլևս որևէ կերպ բացատրություն չունի եւ հիմնավորում չունի, եթե Տեր Արամին կարգալույծ է կանում, առնվազն այդ հրապարակված տեսանյութից հետո պիտի սառեցվեր կամ կախակայվեր Արշակ Սրբազանի պաշտոնավարումը եւ որպես եպիսկոպոս, եւ որպես դիվանապետ, դա շատ վտանգավոր է։